Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագրի տոնական մարտիության եթերն է եւ ուրախ ենք հիշեցնելու, որ այսօր ունենալու ենք երաժշտական, ուրախ, պայծառ եթեր, այնպես որ առաջարկում եմ, որ հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետեւ հիմա զրուցելու ենք այն մարդկանց հետ, ովքեր ապահովելու են մեր այսօրվա առավոտյան որակյալ երաժշտությունը։ Ու ոչ միայն, որովհետև նրանց հետ միշտ ուրախ է, պայծառ է եւ տրամադրությունը միշտ բարձր է, որովհետև նրանք կոչվում են Bang Project։ Իսկ Bang ամբողջական project-ից այսօր մեր այս պահին մեր տաղավարում են Կարեն Ադամյանը, նույն ինքը DJ Շարքը, Գևորգ Պետրոսյանը, նույն ինքը DJ Bang-ը, Անի Ռուբենյանը, սաքսոֆոն եւ փողային գործիքներ ընդհանրապես եւ իհարկե պրոդյուսերը Կարեն Ղազարյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Լավ ենք։ Շնորհակալություն, շատ լավ ենք։ Նախ ուզում ենք ողջունել ձեզ, շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար։ Ահա։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր մեր հանդիսատեսին, նաև ուզում ենք շնորհավորել միամսակի կապակցությամբ բոլոր քույրերին եւ մայրերին։ Բա, այդ Մենք ենք առիթով շնորհավորում ձեզ, ես ունեմ ծաղկեփունջ, որն ուզում եմ նվիրել ձեզ։ Շնորհակալություն շատ։ Շնորհավորում եմ միշտ եղեք այդպես հմայիչ, գեղեցիկ ու ժպտեր։ Շնորհակալություն շատ։ Բա ուրեք փետրվարի 28-ին, չէ՞։ Չէ, փետրվարի 28-ին եւ փետրվարի 23-ին։ Բաբա ինչա միշտ դա միակողմ։ Ասեմ, արձակուրդում ենք։ Զանգեիք։ Լավ, գիտեմ, որ հրաշալի տոն կա ձեր ընդհանրապես, հա, խմբի մեջ, որովհետև ձեզանից երևում է, որ պայծառ երիտասարդություն հավաքվել ու ստեղծել մի թիմ, որտեղ այսքանը չեք, բավական շատ եք։ Մի քիչ հասկանանք թիմի հետ կապված, հա։ Ոնց ստեղծվեց։ Այո։ Bank Project-ի գաղափարը եղել է իմը։ Շատ վաղուց է ուզում ունենալ մեծ խումբ, ու հիմա ունեմ այդ մեծ խումբի իմ տաղանդավոր ընկերների շնորհիվ։ Ես հանդիպեցի DJ Shark եւ DJ Moody հետ, համաձայնեցրեցինք Bank Project-ի գաղափարը եւ կազմեցինք մեծ թիմ։ Երիտասարդական տաղանդավոր, այսպես շատ վստահ եմ ավյունով, այսպես էնտուզիազմով թիմ է հավաքված, ինձ հետաքրքիր է DJ-ինգը եւ որպես բնագավառ եւ խմբի կազմում ոնց որ ինչ-որ գերակշռում է, ինչ-որ անարդար բան եմ նկատում, ինչ կասեք այս մասով։ DJ-ինքը ինքը առանձին աշխատանք է, բայց project-ի մեջ ինքը դիտում է որպես ավելի օգնող ուժ, քանի որ մեզ նաև հիմնական դերում գտնում են project-ում մեր բոլոր գործիքները, կանոնը, փողային գործիքները, ուդը եւ մնացած այլ գործիքները։ Ինքը առանձին ուղղակի աշխատանք է, իսկ project-ի մեջ օգնող ուժ։ Իսկ դուք իրար խանգարում եք, թե օգնում եք որպես DJ-ներ։ Մենք միանշանակ օգնում ենք, Օգնում ենք։ քանի որ նաև ընկերներ ենք։ Ահա։ Իսկ որպես պրոդյուսեր ինչ կլրացնեք այս ամենին։ Ես որպես պրոդյուսեր կլրացնեմ, որ ընդհանուր մտքերը ես համատեղում եմ բոլորի հետ ու ընդհանուր երբ որ բոլորի մտքերը հավաքվում է իրար վրա, ասենց ասած, փորձում ենք ավելի գեղեցկացնենք ու ավելի հնչեղ ու գեղեցիկ մարդկանց ներկայացնենք այդ ամեն ինչը։ Այսինքն բոլորի միտքը, բոլորի ասած անցնում է, դնում ենք քննարկման ու գեղեցիկ ելույթներով մարդկանց այդ ամեն ինչը ցույց ենք տալիս։ Մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ project-ներ շատ են ստեղծվում, այսինքն այսօր նույնիսկ եթե փորձեմ բոլորի անունները հիշել կդժվարանամ, որովհետև ամեն օր նոր project ստեղծվում է։ Ինձ հետաքրքիր է որն է ձեր առանձնահատկությունը, ինչ ուղղություն եք վերցրել երաժշտական, ինչ մշակումներ եք անում եւ ովքեր են ձեր երաժշտական երգերի մշակումներով զբաղվում։ Մշակումները հիմնականում աշխատում ենք համաձայնեցնել միասին, բայց երաժշտական մտքերի մասով ավելի շատ զբաղվում եմ ես, որպես երաժշտական մասի ղեկավար, կարելի ասել, եւ ընդհանուր գաղափարը ծնվում է, քննարկում ենք միասին, հիմնականում աշխատում ենք միքսերի վրա, այսպես է։ Ու այդ պարագայում DJ-ները մեզ շատ են օգնում, որովհետև իրենք վաղուց են այս ոլորտի մեջ։ Էպված են։ Այո, ու իրենք կարելի ասել ոլորտի լավագույններից են։ Իմ ընկերներից են դրա համար ես իրենց չասագոված չես, այնքան կեղծ մարդիկ։ Այո, իմ ընկերներն են, բայց այնուամենայնիվ իրենք իրենց աշխատանքով դա բազմիցս ապացուցել են նախ եւ առաջ մեզ, միշտ ընկերներին ապացուցելը շատ ավելի բարդ է, քան ունկնդրիլ, հետո մյուսներին։ Դատելով, Կներես, եթե մի քիչ հետ գնանք, ոնց եք ծանոթացել, ոնց եք ընկերացել։ Երբ որ զանգ ստացանք Բենգից, Գևից, կա այսպիսի միտք, դեռևս չենք ճանաչում իրար այդ ժամանակ, հանդիպել ենք, շփվել ենք, ծանոթացել ենք, ամենասկզբում պատասխանը միանգամից հա չի եղել, կմտածենք, բայց
Չէ, ասելա հա։ Իրենց մեջ շատ վստահություն ես նկատեցի նախ եւ առաջ որպես մարդ, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է աշխատել մի կոլեկտիվում, որտեղ մարդկային արժեքները բարձր կետում են։ Հա, իդեպ մի բան էլ ես նշեմ, Անին լրացնեմ, որ լայն այն մի յուրահատուկ թիմն են եղել, իրանք շատ թիմերից են էլի հրավեր ստացել, ու միակ յուրահատուկ թիմն են եղել, որ մեր հրավերը ընդունել են։ Շատ լավ, նայեք, ձևավորել եք մի հետաքրքիր տրամադրություն, ռեպերտուար, որը, ինչպես արդեն ասացիք, քննարկվում, ընտրվում եւ լավագույնս ձևով ներկայացում է։ Այսօրվա շուկան շատ առիթների ընթացքում, դե բնականաբար bank, project, ինստրումենտալ խումբ, կամաց դուք էլ, ինչպես բոլորը, կփորձեք նաեւ ինտեգրվել հենց այդ ուրախ տոնակատարություններին, հա, եւ բնականաբար տոնակատարություններն ունեն իրենց պահանջները, բայց դուք ունեք ձեր ձևաչափը, նշաձողը, որն արդեն իսկ դրված է։ Ինչպես եք կարծում, որն են սկզբունքները, որոնք միջև այսօր որդեգրել եք եւ դրանցից ել երբեք չեք շեղվի։ Ինչքան էլ շուկայի պահանջը լինի։ Տեսեք, այսինքն իրանց ձևաչափով, իրենց ուզած ձևաչափով մենք երբեք չենք շարժվի, այսքան քրտնաջան աշխատանքների շնորհիվ մենք այդ ձևաչափը ստեղծել ենք, ունենք ու պահպանելու ենք մինչև վերջ, այսինքն եթե մարդիկ չուզենան լսեն մեր ձևաչափը, մենք չենք ներկայացնի իրենց ուզածը, եթե կուզենան մարդիկ ու կլսեն մեզ, կգնահատեն լավ երաժշտությունը, որակով երաժշտությունը, մենք միանշանակ պատրաստ կլինենք համագործակցել իրենց հետ, եթե չէ։ Բայց ես մի բան էլ ավելացնեմ, պրոջեկտը արդեն մոտ 2.5 տարի է, որ գործում է այս մեծ թիմով, մենք ինչքան որ հրավերները ստացել ենք թե կորպորատիվների, թե առիթների, ելույթ ենք ունենում եւ կորպորատիվներին, եւ նշանադրություններին, եւ հարսանիքներին, այսինքն կախված հրավերից, ես դες ասեմ, մեր ունկնդիրը միշտ առանձնացել է։ Ես միշտ, երբ որ գնացել ենք, հասել ենք տեղ, հետո վերջում ասել եմ, չէ, այսօր էլ մեր բախտը իրոք բերեց, մեր պատվիրատուի հարցում, որովհետեւ երբեք չի լինում, որ ուրիշ բան պահանջ։ Հա, կամ իրանք հստակ տեսնում են մեզ, նախ եւ առաջ թե այսօր համացանց այնքան հնարավորություն է տալիս մարդկանց, որ մարդիկ հնարավորություն ունեն տեսնեն ում են կանչում։ Ու իրանք երբ որ տեսնում են, իրանք լրիվ պատկերացնում են պրոջեկտի ֆորմատը։ Եթե հավաքվում եք խմբի ընկերներով, ինչ եք լսում։ Ով է DJ-ը դա։ Բացառապես ամեն ինչ։ Ինտրիգային է։ Լսում ենք բացառապես ամեն ինչ։ DJ Mood-ը, DJ Shark-ը եւ ես։ Իսկ գուցե ոչ DJ-ներն են վերցնում պուլտը իրենց ձեռքին եւ դնում երաժշտություն, որը հաճելի է բոլորին։ Եթե ուղղակի հավաքույթների ժամանակ փորձում ենք մաքսիմալ DJ-ների մասին եմ խոսում, փորձում ենք մաքսիմալ մեր աշխատանքից հեռու նստենք, լսենք մնացածի ճաշակը, էլի, որտեղ արդեն մենք հոգնել ենք։ Եվ որն է մնացածի ճաշակը։ Տարբեր, շատ տարբեր։ Թիմում կան 14 հոգի եւ ավել, 14 տարբեր ճաշակներ, բոլորին փորձում ենք համատեղել եւ սիրուն 14 հոգի թիմում կա, հա, 14 հոգու հետ աշխատելը դժվար չի, որովհետև 14 անհատականություն, ձևավորված տրամադրություն եւ բնավորություն։ Գևից Շատ դժվար, Իսկ ինչպես դարձան 14, ի սկզբանե ոնց էր, փոքր ավելի մեծացավ, թե ոնց ստացվեց։ 6 հոգի էինք, ընթացքում որոշեցինք ավելացնել գործիքներ, որ ավելի Հնչեղ լինի։ ճոխ լինի մեր ձևով հասած։ հարուստ լինի։ Այո, սկզբում այդպես է եղել, սկզբում խումբը հիմնվել է գործիքային կատարողականության վրա, այնուհետև մեզ միացել են մեր շատ սիրելի վոկալիստները, այս պահին ունենք հարվածային գործիքներ, ունենք կլարնետ, Ռաֆին Մկրտչյան, դե ու DJ-ները, կարծում եմ, մարդը չեմ մոռացել։ Չէ, սա։ Մի քիչ շատ ենք էլի։ Իսկ պրոդյուսերի համար ինչպիսին է հեշտ է թիմի հետ աշխատել, որովհետև այս դեպքում երաժիշտներն են ու դուք մենակ։ Իրականում ոչ մի բան հեշտ չի, բայց երբ որ կանգնում ես բեմին ու մարդկանց ծափահարություններն ես վայելում, մարդկանց աչքերն ես նայում ու այդ հիացմունքը զգում ես, հասկանում ես, որ դու ճիշտ ուղու վրա ես, հասկանում ես, որ պետք չէ դժվարություններից ետ կանգնել, խուսափել, այդ դժվարություններն են մեզ ավելի ուժեղ դարձնում ու հասկանում ես, որ ավելի ես մոտիվացվում ու առաջ գնում։ Այդ ինձ ուժ է տալիս ու իմ թիմին ուժ է տալիս, որ ասում եմ ինձ այդ նշանակում է իմ թիմը միասին ամբողջությամբ։ Մուրադ Արուսն էլ հետ։ Կարևոր, որ բնականաբար մեծ պրոջեկտ է, հնարավոր է նաև մենք լինում է, որ խոսում ենք մեկ իրար օրինակ չենք հասկանում, բայց նեղանում ենք իրարից։
Մեկ։ Հա, Միանշանակ։ Գևից Պետքան էլ շատ։ ճիշտ։ Հիմա էլ չէ, բայց ինչն է կարևոր, որ մենք կարողանում ենք միմյանց լսել։ Երբ որ ինձ ինչ որ բան ես եմ մտածում, հարցում եմ, զանգում եմ, ասում եմ շարք կամ Գև, օրինակ, էս ինչ բանն եմ մտածել, կարող ենք անել, իրենք ասում են, հա հնարավոր է փորձենք կամ նույնն է իրենք, այսինքն մենք փոխադարձ համհարգանք, փոխադարձ համաձայնություն ունենք աշխատանքի մեջ, էլ չեմ ասում մարդկային հարաբերությունները։ Իսկ ինչ առաջիկա ծրագրեր եւ ինչ համերգներ են սպասվում ձեր հանդիսատեսին։ Մի քիչ ճակերտներ բացենք, մի քիչ պատմենք եւ ներկայացնենք։ Իրականում մենք պատրաստվում ենք մի շատ գեղեցիկ համերգի, միամսյակի հետ կապված, որը տեղի է ունենալու Հինանի Music Hall-ում։ Հինանի Music Hall-ում տեղի ունենալու ապրիլի 5-ին։ Տոմսերը մեր հանդիսատեսին կարող եմ ասել, որ կարող են գնել Տոմսար կղկետեյամից։ Սիրով կսպասենք բոլորիդ, որովհետև շատ գեղեցիկ ռեպերտուար ունենք, որը որ ներկայացնելու ենք մարդկանց։ Անհամբեր ենք մենք էլ փորձերը շարունակում ենք, անընդհատ օր ու գիշեր տանջվում ենք, որ շատ գեղեցիկ ներկայացնենք մարդկանց։ Հուսամ ամեն բան լավ է լինելու։ Վստահ։ Սպասել ենք բոլորիդ։ Դե մենք էլ կվարենք։ Այո, անպայման։ Հետաքրքիր բան կա, այսօրվա մեր եթերի ընթացքում հնչում են ձեր կողմից գործեր, որոնք վաղուց սիրված են, վաղուց լսված են, բայց ձեր կողմից շատ հետաքրքիր մոտեցում կա։ Հատկապես DJ-ին միքսված մեր նվագարանները, փողային գործիքները, էլեկտրոնային գործիքները, հա, այս ինչ հետաքրքիր է, նյուանսային աշխատանքը, ինչպես է կազմակերպում, երբ գործը կա, ընտրվում է, ում կողմից ալում, կարելի է այստեղ կանոն մտցնել, կարելի է այս մեկը անել առանց վոկալի, կարելի է վոկալով անել։ Ընդհանուր պրոջեկտով ենք որոշում այդ ամեն ինչը։ Ընդհանուր պրոջեկտով մենք որոշում ենք, այսինքն բոլորով նստում ենք ու քննարկումներ ենք անում ու բոլորի մտքերը հավաքում ենք իրար վրա, գեղեցիկ միքսեր ենք ստանում։ Մենք հիմնականում աշխատում ենք 90-ականները, ավելի թարմ ձևով մարդկանց ներկայացնենք, այտենց ավելի սիրունալ լինում, փորձը ցույց է տվել ու բոլորիս մտքերը համատեղելով ստանում ենք շատ սիրուն ու գեղեցիկ գործ։ Եկեք փոքրիկ խաղանք միասին, տեսնենք թիմում ով է, կխնդրեմ պատասխանների ժամանակ նշեք նաև գործիքը, որ նվագում են կամ եթե վոկալ է վոկալ եւ այլն։ Օրինակ ով է թիմում ամենաբարին։ Կարենը։ Ես։ Հա։ Ես էլ ուզում ասեմ Մայրանուշը։ Հա, բայց ոչ Մայրանուշը։ Կանոնահարուհիններ, Մայրանուշը, Ռուբենյան։ Ով է ամենաինտրիգայինը։ Ինտրիգայինը Քևը կարծում եմ։ Ինտրիգներ սիրող մարդ է, հա։ DJ Bang։ DJ Bang-ը։ Ահա, ով է ամենաուշացողը։ Ուշացողը։ երկիշներից։ Դուք պատասխանեք։ Ամբողջ երկիշները։ Վոկալիստները, բոլոր վոկալիստները, հա։ Բացի Դավիթ Սուքասյանից։ Բացի Դավիթ Սուքասյանից։ Հա, պունկտուալ ենք։ Ով ամենապարտաճանը, չէ։ Անի Ռուբենյանը միանշանակ։ Ով ամենասիրալիրը խմի հետ։ Հոգատարը։ Անին չի ասել։ Ով սուրճը պատրաստում, երբ որ հավաքում։ Սրճեպչուն։ Կարանք հարցնենք ով է առնում սուրճը, այտենց հայ հեշտ է։ Բոլորը սարում։ Մեր բոլոր տղաները։ Ով է ամենակրեատիվը։ Որսենց միշտ մտքեր ունի, միշտ ուզում է ինչ-որ նոր բան Իսկ անել։ Թումա DJ շարքը։ Կարենը։ Իսկ ով ամենանեղած կոտը։ Անին Ռուբենյան։ Տիգրան Հովակիմյանը, DJ Mood-ը։ Ինքը համաձայն չի։ Պետք է համակերպվի։ Շատ լավ, շարունակելով համերգի մասին արդեն տեղեկացանք, ուրիշ ինչ ծրագրեր կան, նոր ստեղծագործություններ, չգիտեմ, այսինքն որ հետաքրքիր ռեպերտուար է սպասվում, մի քիչ ճակերտներ բացենք։ Իրականում մենք ներկայային աշխատում ենք տարբեր երգերի վրա, տարբեր երգեր ունենք, որը որ ստեղծում ենք, թե cover տարբերակներով, թե հեղինակային։ Նախապատրաստում չեմ ուզում շատ ճակերտները բացել, բայց նախապատրաստում ենք մեծ համագործակցությունների, համերգների։ Մնացածը ես կուզենամ, որ հանդիսատեսը ինքը տեսնի ու վայելի այդ ամեն ինչը։ Մի փոքր ճակերտները բացեցի, բայց ավելին բացել չեմ կարող։ Որքան հասկանում ենք, համերգի համար նախապատրաստվում է առանձին ռեպերտուար, բայց նաև կա հատուկ մշակված ռեպերտուար, օրինակ առիթների համար, հա, հարսանյաց տոների համար, ծնունդներ, կնունքներ եւ այլն, այսինքն կա ռեպերտուար, որը հատուկ միայն դրա համար է, քանի որ այնտեղ դե բնականաբար ուրիշ ռիթմով է հնչում։ Միանշանակ մենք հստակ ունենք սեթեր, երաժշտական, սկզբում ֆոնային, հետո դե մեր ժողովուրդը սիրում է ապարել ուրախանալ։ Այո, իհարկե։ Հա, առաջին պլան գալիս են մեր սիրելի DJ-ները, վոկալ բաժնով, նաև ունենում ենք
առանձին ամենավերջում դիսկո հատված, ունենում ենք ռիթմիկ հատված, այսինքն փորձում ենք համատեղել։ Լինում է, որ մենք գնում ենք, հասնում ենք տեղ, ու մեզ գալիս են, ասում են, հնարավոր է ազգային ինչ-որ բան նվագել, ասում ենք միանշանակ, շատ սիրով, միանգամից, միանշանակ ու լինում է, որ տեղում իմպրովիզի վրա կարողանում ենք այդ ամեն ինչը իրագործել։ Այսինքն կապ չունի մենք ինչ առիթ ենք հրավիրված, մենք փորձում ենք այնպես անել, որ համ փոքրերը, համ մեծերը, համ միջին տարիքայինները բոլորը իրենց լավ զգան մեր երեկոյի ժամանակ։ Եվ DJ-ներին հարց ամենահետաքրքիր ոչ ստանդարտ զվարճալի պատվերը, որ ունեցել եք կամ չգիտեմ, ախպերս մի հատ էս նվագի հաստատ բոլորը կպարեն։ Դու չգիտես։ Ես հիշում եմ անկեղծ ասած, կարող եմ ասել, դեպքերը շատ են լինում էլի։ Իմ շատ բան չի եղել ասում։ Օրինակ ընդհանրապես մեր ռեպերտուարին вообще համապատասխան չէր, վերջին շրջանում մեկը մոտեցավ, ասաց ախպերես մատ Ջիմին էլի, Ջիմի, ուրիշ բան է սպասում։ Ջիմին դնել սաղ կպարեն, բայց ոչ մեկ չպարեց էլի, այդ երկիրը։ Իր համար։ Իր համար։ Բայց ինքը մենակ բոլորի տեղը պարեց։ Իսկ դուք ինչ հիշեցիք, էլի Ջիմին էր։ Չէ, Ջիմին չէ, իմը մի քիչ ավելի ուրիշ տենց տխուր պատկեր էր, բայց եկեք չասենք։ Ջիմից հետո լավ։ Այո, լավ, քանի որ այսօր մարտի 8 է, հա, շատ գեղեցիկ տոն է։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի նաև մեր հեռուստատողին տանք այդ տրամադրությունը ու տոնական տրամադրությունը ու գիտեմ, որ բավական հետաքրքիր գործեր եք առանձնացրել, որոնք այսօր կհնչեն հենց մեր եթերից։ Ձեզ մաղթենք հաջողություններ։ Շնորհակալ եմ։ Հաջողություն համերգին։ Իդեպ հիշեցնենք, որ ապրիլի 5-ին է համերգը լինելու, այնպես որ տոմսերը կարող եք օնլայն ձեռք բերել եւ անմիջապես հենց ամբողջական ծրագիրն արդեն վայելել Music Hall-ում։ Ձեր շնորհակալություն եւ հաջողություններ։ Ձեզ շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ եւ մեր հեռուստադիտողին ուզում ենք ասել, որ անհամբեր սպասեք մեր գործերին, քանի որ գժական ծրագրեր ենք մենք բերելու, ուզում եմ որ հավանեք մեր գործերը, քանի որ անկեղծ շատ ենք ընդհանուր թիմով տանջվել։ YouTube-ում ունեք։ Այո, միանշանակ։ Մինչև այդ կարող եք YouTube, Instagram, բոլոր հարթակներով կարող եք գտնել Bank Project եւ վայելել մեր կատարումները։ Bank։ Իսկ մինչև իհարկե մեր հեռուստադիտողը կվայելի այս առավոտյան ձեր կատարումները, կծանոթանա ռեպերտուարի մի մասին եւ այսպես տրամադրված արդեն կգնան տոմսերը։ Հիմա կլինի կարճատև դադար կամ հենց երաժշտական դադար, գնացինք։ Շնչո ամենուր հնչո ձնես մեր հոգու ուղված վաղվա Արտնացիր քնից քո ամեն տնից լույս թող ճարակի իմ Երևան ամեն բացվող առավոտ Քեզ երկեմ կրկին Ամեն իջնող երեկո Նորից թող վառվեն լույսերը Եվ փարվեն քո տարապած ու կարոտ գրկին Քեզ նվիրելով մաղջիմ սերը Վարդագույն երազ Միշտ ինձ երևաց Ուրել որ գնամ մնա ինձ հետ Իմ շոգնաղ քաղաք հարազատ միակ Թող կորչեն վշտերը քո անհետ Ամեն բացվող առավոտ Քեզ երկեմ կրկին Իջնող երեկոն նորից թող վառվեն լույսերը Եվ փառվեն քո տարապած ու կարոտ գրկին Քեզ նվիրելով ողջ իմ սերը Ամեն բացվող առավոտ Քեզ
քեզ կրկին ամեն ինչ նոր երեկո նորից թող վառվեն լույսերը եւ հարվեն քո տարապած ու կարոտ կրկին քեզ նվիրելով ողջ իմ սերը ողջ իմ սերը ողջ իմ սերը